Չեց առաջադրել Դավիթ Համբարձումյանի տեխնատությունը իմպիչմենտի այս գործընթացում։ Որտեղ Դավիթ Համբարձումյանը արժանի է դրան, Դավիթ Համբարձումյանը ի վիճակի է այդ ուղղությամբ լուրջ պայքար մղելու։ Այդքանը։ Նրանց հիախավորում են որոշ հարցերում, դրա համար եմ ասում, չկար ավելի պակաս խոցելի մարդ, չնայած նրա անձնային որակները բարձր են գնահատում ճանաչողները, բայց հիախավորում են որոշ կրիմինալ կոնտեքստ են դրան հաղորդում։ Դե ասում են նվեր արեց ՀԿ-ն մեզ։ Դե դուք էլ ասեք։ Հայտնի անեկդոտը հիշում եք, այնպես որ ում էլ առաջադրեինք, ակնհայտորեն մեծ հակազդեցության էր արժանանալու, եւ այդ մասին ես ձեզ ասել եմ, երբ որ հարցրել եք ինչու տեխնատու չենք առաջադրում, ես ասացի, որ մեր պարագայում հակազդեցությունը շատ մեծ է։ Կարծում եմ հիմա դրանում համոզվեցիք։ Բայց ասում եք նաև իշխանության չեք հավակնել, հաստորեն հավակնում եք բանսակցություն։ Ձեր հարցը, այսպես ասեմ, ձեր տրամաբանությամբ շատ սենց նուրբ պատրաստված է։ Այո, մենք իշխանության չենք հավակնում։ Այս պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ իշխանափոխության համար է։ Միթե պարզ չի բոլորիս համար։ Դառնալ տրիգերը, որ կարող է իշխանափոխություն։ Հետո ինչ, ումով ուզում է, մենակ իշխանափոխություն լինի։ Չեն կարող մրիցիերներ մրջումն ընկնել։ Ոչ, որտեվ սա մուրջ չի։ Սա ճահիճ է, ճահիճ։ Բայց ես գործընթացը, որ գեներատիվ փողոցն է, պարոն նախագահ։ Իհարկե գեներացվելու է, առանց փողոցի ո՞նց կլինի։ Կոնսենսուս կարողանա ապահովել Դավիթ քաղաքացիական պատերազմի վտանգ տեսնում եք։ Ես բոլոր վտանգները տեսնում եմ։ Այս իշխանության պարագայում ամենաանհավանական բաները կարող են լինել։ Ինչու՞մ էր Նիկոլը ճիշտ, պարոն նախագահ, եւ դուք ինչու՞մ էր ինքը ճիշտ։ Ես ձեզ երևի դուք բացատրել եք նախորդ անգամ, ես ասել եմ, ասում թե այդ կապված, ես Աստուծից կտար գիտեմ, բայց գիտեք հիմա ինչու եք նորից եք ասում։ Բայց մի բան էլ Հայաստան դաշինքից չեն միացել դեռ, ասել են անհրաժեշտության դեպքում կտանք։ Հայաստան դաշինքի հայտարարությանը ինչպես կարձագանք է, որովհետև ասել են կարծես թե հետևյալն է, որ դուք բերեք նաև ԿՊ-ի պակասող ձայները կամ այլ պակասող ձայներ, մենք էլ մեր 28 ձայնը կտանք ձեզ։ Բա դուք իրենց հարցրեք, բայց որպեսզի դուք էլ տեղյակ լինեք, ես կարծում եմ, որ վաղը բանակցություններ են տեղի ունենալու Հայաստան դաշինքի եւ պատիվ ունեմ խմբակցությունների միջև Եվ այդ հարցերի վերջնական պատասխաններ կստանանք։ Դուք եւ Ռոբերտ Քոչարյանը բանակցում եք այս պահին այդ հարցի շուրջ։ Ոչ։ Որոշողը Ռոբերտ Քոչարյանն է լինելու։ Իրենց խմբակցության մասով։ Իրենց խմբակցության մասով բան։ Ես չեմ կարծում, որ տպավորություն է, որ մրցավազք է, որ ՀՀԿ-ն Քոչարյանին ու իր թիմին է տուփիկ ուզում տալ, հիմա էլ Քոչարյանն ու իր թիմը ՀՀԿ-ին են տուփիկ տալիս, այսպես փոխադարձ շախ ու մատ անելու։ Ինչ են անում Տուփիկ դա, փակուղու արժեք, կամ շախ են անում շախմատային լեզվով ասած, որ մատ անեն։ Մենք շախ ենք հայտարարել եւ հայտարարել ենք միայն այսօրվա իշխանությունները։ Մենք ուրիշ շախ հայտարարելու ֆիգուր չունենք։ Մատանը կստացվի։ Իսկ փողոց գեներացնելու հիմքեր տեսնում եք նաև այս գործընթացով։ Վստահ եմ ես, ոչ թե տեսնում եմ, այլ վստահ եմ։ Պարոն Սարգսյան, շատերը մտածում են, որ դուք Նիկոլ Փաշինյանի դեմ կոմպրոմատներ ունեք եւ միայն հարմար պահի եք օգտագործելու դա։ Նախ ունեք եւ երբ եք օգտագործելու։ Ոչ, ինչ կոմպրոմանտներ։ Դե իշխանության եք եղել, ինքն էլ ընդդիմադիր է եղել։ Հետո որևէ ձևով չունեք կոմպրոմատ։ Այսինքն այս 7 տարվա ընթացքում ամեն ինչ շատ լավ է եղել եւ լրացուցիչ կոմպրոմատների կարիք կա։ Ես զարմանում եմ ձեր հարցադրումից։ Ես զարմանում եմ ձեր հարցերի վրա։ Անձնական դաշտի երևի, հա, գործընկերություն։ Որտեղ մտել են արդեն անձնական դաշտ, այդ թվում եկեղեցականներ, ասում են նախորդ իշխանությունը կունենար, ինչ էլ չլինի, հատուկ ծառայություններ, ինչ-որ անձնական հետաքրքիր տեսանյութեր։ Ոչ։ Ձեր պահոցում միայն ձայնագրություններ։ Ես հետաքրքիր ձայնագրություն հրապարակել եմ, թեև ցավոք սրտի շատ շատերին դա քիչ հետաքրքրեց։ Բայց այսօրվա իրավիճակը հենց այդ խոսակցության արդյունք է։
այդպիսի դիրքորոշման արդյունք է։ Պարոն նախագահ, 7 տարի առաջվա իրողություններին անդրադառնալով եւ այս 7 տարիների մասին Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը հայտարարություն բացահայտում է արել, նշել է, որ որոշ երկրներ շահագրգռված էին Հայաստանը մասնատելու ճանապարհով Զանգեզուրի միջանցքի անվան տակ փակել Իրանի ելքը դեպի Եվրոպա եւ Թեհրանը կարողացել է խափանել այդ գործարքը։ Ըստ ձեզ այդ որոշ երկրների այդ ծրագրերը վերջնականապես խափանված են, թե պետք է շարունակվեն եւ հակազդեցություն պետք է։ Ոչ, մենք միշտ էլ արտաքին վտանգի առկայություն զգացել ենք եւ զգալու ենք։ Ես չեմ կարող մեկնաբանել Իրանի, ինչպես ասեցիք, համապատասխան պաշտոնյայի ասածները։ Ամեն դեպքում ծրագրերի մասին դուք ակնարկել եք, պարոն նախագահ, գլոբալիստական գերքաղաքական։ Ոչ, ես այդպիսի բանի մասին չեմ ակնարկել։ Ես միշտ ասել եմ, որ այո, Հայաստանը ունի եւ ունենալու է անվտանգության մեծ խնդիրներ։ Պարոն նախագահ, արդեն 6-րդ անգամն է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հարցաքննության են կանչում, արդյոք նրան ուզում են ձերբակալել եւ այդպիսով փակել Արցախի էջը։ Չեմ կարծում, որ ցանկություն ունեն Սամվել Շահրամանյանին ձերբակալելու, ես չեմ տեսնում այդպիսի ցանկություն, սա մեկ, երկրորդ, որևէ մեկին ձերբակալելով, որևէ մեկը չի կարողանալու Արցախի էջը փակել։ Այնպես որ Իսկ Արցախի վերադարձը ինչպես եք պատկերացնում։ Այս պահին ոչ մի կերպ։ Այս պահին ոչ մի կերպ։ Անսարքսյան վեհափառի հետ առաջին նախագահան հանդիպեց, արդյոք պատրաստվում եք դուք եւս հանդիպել աջակցություն ցուցաբերել։ Ես բարբերաբար եմ հանդիպում վեհափառ Հայրապետի հետ։ Ցանկացած անհրաժեշտ պահի կարող եմ հանդիպել։ Իդեպ դուք ինչպես եք գնահատում այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա այսպես հարձակում եղավ ՔՊ-ի կողմից, այն պարագայում, երբ որ Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին հենց Նիկոլ Փաշինյանի հետ պայքարում էր ձեր դեմ եւ ասում են Նիկոլը Լևոնի հոգեզավակն է, բան, ու հիմա բացի նրան էլ այսպես ապերախտություն ցուցաբերեցին նույնիսկ իրենց հոգեվոր հոր նկատմամբ։ Ես մի անգամ կարծում եմ էլ ձեր հարցին պատասխանել եմ, որ ես չեմ համարում այսօրվա կառավարիչին Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակ։ Ուղիղ այնպես, ինչպես տարբեր այսպես շարժումներում ընդգրկված մարդկանց չեմ համարում շարժման ղեկավարի հոգեզավակ։ Իսկ թե ինչպես պատահեց, շատ պարզ։ Այդ մարդը Հայաստանի կառավարիչի նկատի ունեմ, ինքը ամեն ինչ անում է, որ ցանկացած մի երևացող մարդու վարկաբեկ է։ Իդեպ կոմպրոմատների մասով նաև շատ են այս տարիներին շատ խոսվեց, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը գործակալ են, Թուրքիայի գործակալ են, չգիտեմ ինչ-որ հատուկ ծառայությունների եւ ասում են, բա նախորդ 10 տարիների ընթացքում էլ հատուկ ծառայությունների մասին որևէ բան չգիտեն։ Դուք երբևէ ձեզ եկուցել են թեկուզ կասկած, որ նրանք օրինակ, չգիտեմ, հավաքը գրված են այս կամ այն ուժի կամ երկրի կողմից։ Ոչ։ Եթե նրանց անցյալը քաղաքական եւ ոնց կարող եմ դա հաստատել։ Արարատ Միրզոյանի մասին է։ Ես ասում եմ շատ պարզ բան, որ ես այդպեսի զեկույց չեմ լսել։ Գուցե հատուկ ծառայությունները ճիշտ չեն աշխատել այդ տարիներին։ Միգուցե ամեն ինչ շատ հնարավոր է։ Ամեն ինչ շատ հնարավոր է։ Դրա համար էլ ես չեմ կարող ասել, նրանք ոնց պարզ մաքուր են, էլի։ Բա Միքայել Մինասյանը ինչպես հրապարակեց այդ թուղթը Արաքելյանի մասով։ Միքայել Մինասյանին։ Դե որ տեսնենք։ Նախագահ, Հայաստանի սահմանին զորավարժություններ են շարունակվում, Ֆրանսիան Ադրբեջանում էներգետիկ պրոյեկտ է բացում, տարբեր համատեղ զորավարժություններ են, Փաշինյանն էլ շուտ ասելուկի նման կրկնում է, որ խաղաղություն լինելու է։ Այս համապատկերում խաղաղությանը պետք է հավատա քաղաքացին։ Բայց չեք կարծում, որ քաղաքացին։ չարաշահում եք այս դատական նիստի առկայությունը եւ հայց հարցեր եք տալիս։ Հարցեր կան, որոնց պատասխաններն ակնկալում են նաև ձեզնից լսել քաղաքացիները։ Ինչ հարցեր եք տվել։ Ի վերջո, այս համայնապատկերում խաղաղության հեռանկարը ասելով խաղաղություն կստանանք։ Հա, ուղղակի այնպես ինչպես հալվա ասելով մեր բերանը քաղցրանում է, չէ՞։
Պարոն նախագահ, Նիկոլ Փաշինյանը վեհարանի վրա այս հարձակումով ցույց տվեց, որ ինքը կարմիր գծեր ըստ էության չունի, մտնելով անկողին, չգիտեմ, նոր եք համոզվել, ես ձեզ շնորհավորում եմ։ Ես ուզում եմ հարցնել, ինչ գործիքակազմով պիտի այդ կարգի գործիչի դեմ պայքարել, գործուն ինչ գործիքակազմ կա, երբ որ գիտես, որ դիմացի Մենք առաջադրել ենք գործիքակազմ։ Մենք առաջադրել ենք։ դասական գործիքակազմեր են ըստ էության։ Բացասական։ Այսինքն գործ ունենք արտակարգ իրավիճակի։ Ինչ որ էքստրաորդինար մի բան է պետք երևի, որովհետև սովորական երևույթ չի, էլի։ Այդ էքստրաորդինարը ինչ է։ Հուշեք, եթե տրամաբանական հուշումը լինի, կարող ենք մենք Ինչ դժվար է սատարել։ հուշել, որ դուք էլ իշնեք այդ այսքան քաղաքական գործները։ Իր հետ իր լեզվով։ Ну, ես չեմ կարծում, որ քննադատության պակաս կա, բայց ես օրինակ ի վիճակի չեմ իր լեզվով խոսելու, կներեք ի վիճակի չեմ։ Ինչալս բառամթերքը, երբ որ եկեղեցու հետ կապված արտահայտեց ձեր վերաբերմունքը, դուք պետության ղեկավար եք եղել, շատ այսպես իրավիճակներ եք եղել, որ կարող եւ հունից դուրս եք եկել, օրինակ ձեզ կարող եք այդպիսի բառամթերություն։ Ոչ։ Պարոն նախագահ, արդեն հայտնի է ընտրությունների օրը 2026-ի հունիսի 7-ին, եթե այն ամենայնի միջև չհաջողվի Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտով հեռացնել, ՀՀԿ-ն մասնակցել է ընտրություններին։ Տեսնենք։ Դեռ որոշում չկա։ Ոչ։ Պարոն նախագահ, դուք իսկապես 30 տարի բանակցել եք Արցախը հանձնելու շուրջ, այդ բանակցությունները դրա մասին են եղել, հետո եկել հանրության ապա։ Կներեք, բայց ես ձեր փոխարեն ամաչում եմ։ Այդ ինչ հարցավոր տալիս եք։ Դե այդ են ասում ձեր Ո՞վ ասում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունները Գնացեք իրան հարցրեք, թող մի հատ փաստ բերի։ Իդեպ այդ բանավեճի մասով շատ խոսվեց, իհարկե ասում է դե թող կանգնեն պատասխանեն, գիտեն որ պարտվելու են նախկին նախագահները, ինչ չեն գալիս, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը։ Այսինքն ինչու են պարտվելու, այնտեղ փող են բռնելու, հա։ Ու ինքը հաղթելու է։ Իբր բանավեճում, որ ինքը կարողանելու է ապացուցել, որ իսկապես իբրև թե բանակցել է Արցախ հանձնելու շուրջ կամ շուտ է տվել Ալիևը չվեր։ Մենք շատ հստակ ասել ենք, թող ինքը հրապարակի համանախագահների կողմից առաջարկած վերջին փաստաթղթը։ Երբ որ հրապարակի, այն ժամանակ նաև մենք մեր կարծիքը կասենք։ Նկատի ունեք Լավրովի պլանը թե 19 թվականին։ Մեկ անգամ եւս ասեմ, որ Լավրովի պլան, որպես այդպիսին, լրագրողների կողմից եւ նախկին ընդդիմության կողմից հնարված եզրույթ է։ Այդպիսի պլան չի եղել։ Համանախագահները անկախ նրանից դա Ռուսաստանի ներկայացուցիչ չէ, Ֆրանսիայի թե Միացյալ Նահանգների միշտ ներկայացրել են եռակողմ համաձայնեցված փաստաթղթ։ 19 Բայց թվականին դա կարգավիճակը մեկը անորոշ էր, չէ՞ մնալու, 19 այո, դա եղել։ Կարգավիճակի հարցը անորոշ էր, չէ՞ մնալու, այդ բանակցվող տարբերակով եւս։ Այդ հարաքվեն ինչպես էր իրականացվելու, հարաքվեին օրինակ ադրբեջանցիները մասնակցելու էին։ Ուրեմն մանրամասն ես դրա մասին խոսել եմ, նորից կրկնելը իմաստ չունի։ Հարցը լուծում էր հետևյալ կերպ։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշվում էր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամ արտահայտությամբ, որը ուներ պարտադիր իրավական ուժ եւ որի որակարգը ոչ հնչով չէր սահմանափակվում։ Սա մեկ։ Երկրորդ, մենք Ադրբեջանին էինք վերադարձնում 7 շրջաններից 5-ը խաղաղապահ ուժեր էին գալիս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ եւ կախված նրանից, թե ինչպիսի տեմպերով եւ երբ կորոշվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, կորոշվեր նաև երկու շրջանների ճակատագիրը։ Լավրովը ինչ մասն էր խոսում, որ ասում էր հարցը ըստ էության նախընտրել եք անձամբ դուք չէ, այլ բանակցողներ այս ամբողջ ժամանակահատվածի։ Ոչ։ Ես բազմաթիվ անգամներ եմ ասել, որ մեր ցանկությունն է, որ խնդիրը լուծվի։ Դուք ինձնից երբևէ լսել եք արդյոք,
ոչ մի ցիսականության հետ կապված որևէ գաղափար։ Չէ, ախտահանումը չգնացիք, պարոն Սարասյան, տարբեր ժամանակներ վճռական որոշումների ինչու չգնացիք, ինչն է պակասում։ Որովհետև ասում են Լավրովի պլանը գուցե ավելի լավ տարբերակ լիներ, քան այն ամեն ինչը հիմա մենք ունենք։ Գուցե Չի, ես նորից պետք է կրկնեմ։ Ախր դուք մենակ ձեր մտքում ուրիշ բաների մասին եք մտածում, բայց չեք լսում, որ ես ասում եմ Լավրովի պլան չի եղել։ Նորից ասում եք Լավրովի պլան։ Ինչ-որ լավ գուցե անուն Լավրով չէ, բայց որոշակի առաջարկների փաթեթ է եղել, որ ավելի կրկնակի անգամ ավելի լավն է, քան հիմա մենք։ Ոչ թե կրկնակի անգամ, բայց շատ լավն էր եւ մենք պատրաստ էինք դրան գնալու։ Դրա ապացույցը այն էր, էլ ձեր հարցին ես չեմ պատասխանելու, որովհետեւ դուք այլ նպատակ ունեք։ Մի բառ եմ ասում, իրեքը դուք եք ասում։ Եթե դուք ավելի լավ գիտեք, դուք պատասխանեք, թող այս մարդիկ լսեն։ Չեմ Կարծում եք, պատասխանում։ որ ամեն անգամ երբ որ գնում ենք զիջումների, Ադրբեջան նոր զիջումներ է ակնկալում։ Ես տենց բան չեմ ասել։ Չէ, խոսքը փակ դռների հետևում նաև որ ասում եք Ալիևին ստիպում էին որ ճանաչեր։ Ես չեմ ասում, Ալիևն էր ասում։ Ասել է, այ ինչը երևի գործընկերս նաև դա նկատի ուներ, պարոն Սարգսյան, Չէ, խորհրդարանի ինչն է ինչ-որ մի պահի հետ կանգնեցել այդ բանակցությունների։ Մենք հետ չենք կանգնել որևէ բանակցային փաստաթղթ։ Իրենց մենք պարզապես Հետ են կանգնել, այո, բայց դա հույս են ունեցել որ ռազմական էսկալացիա մարտելու։ դա փակուղին շատ նորմալ է։ Այո, բայց երբ չի եղել փակուղի։ Սկսած 95 թվականից, 94 թվականից տարբեր ժամանակներում եղել են փակուղիներ։ Բայց փակուղին չի նշանակում, որ վերջնականապես ամեն ինչը որոշվեց։ Այդ փակուղուց բազմաթիվ անգամ դուրս ենք եկել այդ փակուղուց։ Բա Քիվեստը փակուղի չէ, որ չստացվեց, դրանից հաջորդները, ես մեր ժամանակահատվածին անցնեմ, Բակազանը փակուղի չէ, բայց փակուղից հետո ինչպես նորից բանակցությունները շարունակվեցին եւ էական փոփոխություններ չեղան։ Բանակցությունները տենց է, եթե փակուղի չլիներ, հարցերը կլուծվեին։